Ողջույն, իմ հյուրն այսօր փիլիսոփայության մասնագետ Կարինե Յարալյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր խոսելու ենք բարոյական աղետներից։ Որպեսզի մեր հեռուստադիտողը մեզ ավելի լավ հասկանա, նախ կխնդրեմ մի փոքր փորձեք ձևակերպում տալ ժամանակակից համատեքստում փիլիսոփայական եւ բարոյագիտական ինչպես են ընկալվում բարոյական աղետները, այնուհետև փորձենք հասկանալ, թե որոնք են դրանց պատճառները, ինչպես կարելի է կանխել, կամ որոնք են ժամանակակից հասարակությունների ամենամեծ մարդկությանը ամենասպառնացող բարոյական աղետները։ Շատ լավ, սիրելի հայ արփին, նախ կրկին շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Թեման շատ կարևոր է եւ կարծում եմ, որպեսզի մենք հասկանանք ինչ է բարոյական աղետը, հասկանանք ընդհանրապես ինչ է աղետը եւ երևի թե աղետը մեկնաբանենք որպես մի իրավիճակ, որը ընդհանրապես մոտեցնում է մարդուն կամ հասարակությանը ինչ-որ կործանման եզրին։ Ծայրահեղ միգուցե ինչ-որ այսպես արտահայտություն եմ օգտագործում, բայց երևի թե դա այդպես է։ Եվ հասկանալի է, որ ընդհանրապես աղետների այս կոնտեքստում մենք կարող ենք շատ տարբեր աղետների մասին խոսել, օրինակ ասենք նույն բնական աղետը կամ մարդաբանական աղետը եւ տվյալ դեպքում օրինակ բարոյական աղետը կարող է դիտարկվել որպես մարդաբանական աղետի ինչ-որ մի տարատեսակ կամ տեխնոլոգիական աղետը եւ այլն։ Եվ բարոյական աղետը կոնկրետ կարելի է մեկնաբանել այս տեսանկյունից ինչ որ մի այնպիսի արժեհամակարգ, որը խախտում է ընդհանրապես մարդկային հարաբերությունները, աղավաղում է այդ հարաբերությունները եւ ըստ էության այդ տեսանկյունից է հասցնում կամ մոտեցնում մարդկությանը կործանման եզրին։ Եվ քանի որ դուք անդրադարձաք բարոյական աղետին կամ այդ թեման շոշափեցիք եւ ես համեմատեցի կամ ուրեմն համադրեցի բարոյական աղետը մյուս աղետների տեսակների հետ, կուզեի ասել, որ եթե մենք սոցիալականության մասին ենք խոսում, երևի թե աղետի մյուս տեսակները, օրինակ նույն բնական աղետը կամ տեխնոլոգիական աղետը, իրենք ինչ որտեղ կախվածության մեջ են նաև բարոյական աղետից, որովհետև չնայած կարող է լինել իրավիճակ, երբ չկա հասարակություն, կա բնական աղետ, բնականաբար, բայց ըստ էության մարդկային ֆակտորը, մարդկային գործոնը ինքը շատ կարևոր է, հա, եւ այստեղ ուզում եմ հիշել մի քանի իրավիճակ, որպես օրինակ, հա, օրինակ, եթե մենք վերցնենք սպառողական հասարակությունը, որը որ ինչ-որ մի նկարագիր է, սոցիոմշակութային նկարագիր, իհարկե մենք կարող ենք սպառողականության մասին խոսել որպես տնտեսական ինչ-որ երևույթ, հա, բայց զուտ փիլիսոփայական տեսանկյունից դա սոցիոմշակութային երևույթ է, եւ օրինակ այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Օրտեգան, Ֆրոմը, չգիտեմ, Բոդրիարը եւ այլն անդրադարձել են եւ նկարագրել են այդ մարդուն, ըստ էության բոլոր նկարագրիչները իրենք ինչ որ բարոյական աղետի մասնակցի նկարագրիչներ են, հա, ասենք նույն Օրտեգային եթե հիշենք, նա խոսում է ում մասին, ասենք քաղաքակիրթ վայրենու մասին, ով է այդ քաղաքակիրթ վայրենին, մի մարդ, որը շատ ոգևորված կերտում է այդ քաղաքակրթությունը եւ ասելով քաղաքակրթություն բնականաբար առաջին հերթին կոմֆորտն ենք առաջին պլան մաղում, բայց նա բացարձակապես մոռանում է այդ քաղաքակրթության աղբյուրների մասին եւ հասկանալի է, որ եթե դա տևական ժամանակ է ուրեմն ընթանում, հասկանալի է, որ այդ կերպարը իմիջիայլոց Օրտեգան այնտեղ առանձին նկարագրիչ է տալիս, հենց բարոյական նկարագրիչ է այդ մարդու, այնտեղ ինքը քաղաքական կոնտեքստ էլ ունի, բայց բարոյական նկարագրիչի տեսանկյունից ինքը բերում է եւ գալիս է հասցնում ըստ էության նաեւ բնական աղետի։ Բայց այստեղ եթե մենք խոսում ենք այս կոնտեքստից, ես կուզեի ասել, չնայած երևի ընթացքում կանդրադառնանք, որ ամեն դեպքում մարդու մոտ այսպես ինքնակազմակերպման մեխանիզմները աշխատում են, որովհետև եկավ մի պահ, երբ մարդկությունը ամեն դեպքում սկսեց մտածել օրինակ հետնյութական արժեքների մասին, ինչպիսիք են օրինակ կյանքի որակը եւ ասենք էկոլոգիական ճգնաժամի մասին եւ այլն, եւ ինչ որտեղ սա հնարավորություն է տալիս կանխել այդ չարագործությունները, որը որ մարդը կատարում է ընթացքում։ Այնպես որ ընդհանուր աղետի համատեքստում ենթադրում եմ, որ բարոյական աղետը այն արժեհամակարգն է կամ ընդհակառ արժեհամակարգի խախտումը, որը կարող է հասարակությանը մոտեցնել կործանմանը, չեմ ուզում կործանման բառը օգտագործել, այո, ավելի այո, խստացնել, այո, այդպես։ Տեսեք, դուք խոսեցիք, որ նախկինում էլ չէ մարդկության առջև բազմաթիվ բարոյական աղետներ ծառացել են, այսպես ասած։ Հիմա եթե մենք դա դիտարկենք հետևյալ կերպ, հնարավոր է արդյոք մարդ
մարդը նախկինում տեղի ունեցած բարոյական աղետներից դասեր քաղել, հա, ինչպես ասում են, պատմությունից սովորել եւ կանխել նոր բարոյական աղետները, թե ամեն դեպքում ամեն մի ժամանակաշրջան, ամեն մի մշակութային ենթատեքստ որոշակի նրբություններ ունի եւ նախորդ բարոյական աղետների վրա ինչ որ բան սովորելը թերևս հնարավոր չէ կամ շատ հեռավոր կապեր կարող են դրանք ունենալ ներկա բարոյական աղետների հետ։ Ձեր հարցի մեջ մի քանի ոնց որ ենթատեքստ կա իրականում եւ եթե սկսենք նրանից ընդհանրապես օրինակ մարդը պատմությունից դասեր քաղում է թե չի քաղում, սա շատ բարդ հարց է։ Իրականում ես այս հարցի մասին շատ տարբեր կոնտեքստներում եմ մտածել, էլի եւ քաղաքական, եւ բարոյական եւ այլն, եւ տարբեր տեսանկյուններ կան, օրինակ, չգիտեմ, Բեռնարդ Շոուին եթե հիշենք, նա ասում է, որ պատմությունը մեկ դաս է տալիս մարդկությանը, որ մարդկությունը պատմությունից դասեր չի քաղում։ Բայց ես ճիշտն ասած այնքան էլ համամիտ չեմ այս տեսակետի հետ եւ կարծում եմ, որ մարդկությունը ընդհանրապես կրկնում է իր սխալները միանշանակ եւ կան բարոյական աղետներ, որոնք որ կրկնվում են, բայց պատմությունը մարդը ինձ թվում է պատմությունից դասեր քաղում է այն ժամանակ, երբ ինքը գալիս է իրականության կամ տեղի ունեցածի վերաիմաստավորմանը ճշմարտության տեսանկյունից։ Այսինքն, եթե մենք իրապես հասկանում ենք ճշմարտությունը կամ մոտեցել ենք ճշմարտությանը, մենք այլևս երևի թե այդ սխալը չեն կատարի, իհարկե պատմության այսպես կոնտեքստում, հա, ժամանակահատվածում։ Համամարտկային փսիխոանալիզի արդյունքում, եթե կարելի է, երևի կարելի է այդպես ասել, իսկ ինչ վերաբերում է այդ լոկալ եւ գլոբալ մշակութային առանձնահատկություններին, ինձ մոտ տպավորություն է, որ եթե մենք օգտագործում ենք բարոյական աղետ հասկացությունը, ինքը այսպես գլոբալ բնույթի երևույթ է։ Ես այդտեղ նշեցի, որ ինչ որ արժե համակարգ, որը մոտեցնում է կործանման եւ ըստ էության այստեղ մի առանցք կարող ենք վերցնել, որը կապված է մարդկային կյանքի անտեսման հետ։ Այսինքն սա որպես առանցք եթե վերցնենք եւ հետո դրա ինչ որ ացանցիալները, տարբեր դրսևորումներ, չգիտեմ ինչ որ շահագործում լինի կամ խտրականություն լինի կամ եւ պատերազմ լինի եւ այլն, ըստ էության դա այսպես մարդկային կյանքի արժեզրկումն է, որը որ գլոբալ իմաստով ներկայանում է բարոյական աղետ եւ այս գլոբալ ուրեմն տեքստը ինքը այսպես մասնավոր դրսևորումներ կարող է ունենալ պատմության այսպես մշակութային, սոցիոմշակութային տարբեր իրավիճակներում, թե չէ գլոբալ այսպես բարոյական աղետը ավելի գլոբալ երևույթ է իմ կարծիքով։ Տեսեք, այսինքն մենք ինչպես կարող ենք հաղթահարել այդ պարագայում, եթե որպես այդպեսին, ինչպես հասկացա ձեր պատասխանից, այսինքն նախորդ եղած ինչ որ աղետներից սովորել, այդքան էլ հեշտ չէ մարդկության համար, որովհետև գիտակցումը ամեն դեպքում ամենակարևորն է, իսկ շատ հաճախ մենք որպես այդպեսին, այսինքն միջև գիտակցման էլ հասնում ես, մարդկության բնույթը փոխվում է, հասարակության բնույթը փոխվում է, փոխակերպվում է եւ այդ իսկ պատճառով երևի բարթանում է դրա հետևից գնալը։ Այդ պարագայում գուցե կրթվելը կարող է դառնալ բարոյական աղետներ հաղթահարելու ամենակարևոր ուղիներից մեկը։ Կարծում եմ ամենահիմնական ուղիներից մեկն է եւ այստեղ խոսքը առաջին հերթին կարծում եմ գնալու է հումանիտար ոլորտի մասին եւ որպես փիլիսոփա կամ փիլիսոփայության մասնագետ ես իհարկե շեշտը կդնեի փիլիսոփայության վրա եւ էթիկայի վրա։ Իմիջիայլոց էթիկայի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել, ամռանը այնպես ստացվեց, որ ես մասնակցեցի մի այսպես կոնգրեսի, փիլիսոփայական կոնգրեսի եւ իմ ամենամեծ այսպես զարմանքը այն էր, որ բազմաթիվ թեմաներ կային, որոնք առնչվում էին էթիկային եւ էթիկան փոխկապակցված էր բոլոր ոլորտների հետ, տնտեսագիտության, computer science եւ այլն, այսինքն կենտրոնական թեմաները բարոյագիտական թեմաներն են, ինչը մեր հասարակության մեջ դեռևս այնքան էլ հասկանալի չէ, այսպես ընկալելի չէ, եւ այստեղ ես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում ձեզ հայտնել այս հաղորդաշարի ընդհանրապես այս շարքի համար, որովհետեւ սա մոտեցնում է հասարակությանը, սա կրթության էլեմենտ է եւ տվյալ դեպքում մենք կարող ենք մեդիայի մասին էլ խոսել որպես կարևոր նշանակություն ունեցող, կանդրադառնանք երևի սրան, բայց ընդհանուր եթե խոսեմ փիլիսոփայության մասին, հա, փիլիսոփայությունը ինչով է կարևոր։ Կարևոր է համակարգային մտածողության ձևավորման տեսանկյունից եւ
մեթոդաբանության տեսանկյունից։ Օրինակ, այսպիսի մի պահ կա, երբ ես մտնում եմ լսարան, հա, իմ ուսանողներին, շատ քիչ ժամանակ է տրված կամ ժամեր են տրված փիլիսոփայությանը, սա պետք է անկեղծ ասել, այդ թվում նաև էթիկային, եւ ես հաճախ մտածում եմ, օրինակ, այս ժամերի ընթացքում ես ինչ կհասցնեմ, էլի, ինչ որտեղից պիտի սկսեմ, ուր պիտի գնամ եւ այլն։ Եվ իմ եզրակացությունը լինում է այն, որ ես պիտի ամեն դեպքում մտածողություն այսպես առաջ քաշեմ, այսինքն մտածել սովորեցնեմ այդ փիլիսոփայական մտածողությունը եւ ըստ էության փիլիսոփայությունը մեթոդաբանություն է, որը կարող է մարդուն բերել ճշմարտության, այս ամենակարևորն է, որպեսզի մարդը կարողանա չտրվել այդ սիմուլյացիոն աշխարհին, որ հաճախ ստեղծվում է տարբեր, այսպես ասեմ, իրավիճակներում, տարբեր սուբյեկտների կողմից եւ այլն եւ այլն, եւ ուրեմն իր բարոյական, այսպես ասած, արժեքների այն առանցքը շատ հստակ պահի։ Սա կարևոր է։ Այդ տեսեք մեդիայի դերի մասին խոսեցիք, այստեղ մենք կարող ենք ապատեղեկատվությունը կամ քարոզչությունը դիտարկել որպես բարոյական աղետների պատճառ։ Գիտեք, համենայն դեպս ոչ թե պատճառ, այլ կարող եմ դիտարկել որպես նպաստող բարոյական աղետներին, կարող եմ այդպես ասել, եւ իմիջիայլոց պատճառը, էլի ես այսպես ճիշտ է, մենք բարոյականությունից ենք խոսում, ես անդադ անդրադառնում եմ նաեւ ճշմարտությանը, ճիշտ մենք կարող ենք ընկալել, որ ճշմարտությունը իմացաբանական արժեք է, բայց ընդհանուր իմացաբանական, գեղագիտական, բարոյագիտական արժեքները իրենք շատ փոխկապակցված են։ Եվ իմացաբանական արժեքի կարևորությունը ինքը բերում է նաև մեզ բարոյական արժեքների կարևորությանը, եւ այստեղ ուրեմն տեսեք ճշմարտությունը եւ սուտը, հա, ասենք եթե մենք խոսում ենք ստի մասին, որովհետեւ քարոզչությունը կամ ավելի շատ ապատեղեկատվությունը ինքը անմիջական կապ ունի ստի հետ։ Եվ այստեղ մենք կարող ենք դնել հետեւյալ հարցը, օրինակ արդյոք լրագրողը կրում է բարոյական պատասխանատվություն իր գործունեության համար եւ այլն, հա, կամ օրինակ քաղաքական գործիչ, ինչու եմ հիշում քաղաքական գործիչներն, որովհետև այդպիսի տպավորություն էլ կա հասարակության մեջ հաճախ, որ քաղաքականությունը բացարձակապես կապ չունի, ասենք, բարոյականության հետ, եւ դա արդարացված է, դա միանշանակ արդարացված չէ, այդ բոլոր գործողությունները եւ ապատեղեկատվությունը եւ քարոզչությունները իրենք նպաստում են բարոյական աղետներին, գոնե չեն կանխում, այսպես ասեմ, այո, եւ այդ մարդիկ կրում են դրա համար պատասխանատվություն եւ ինչու են իրենք պարտավոր հետեւել ճշմարտությանը եւ բարոյականությանը, որովհետեւ կարծում եմ, որ բարոյականությունը այն ինչ որ տրված առանձնահատկություն է, ինչպես նաև բանականությունը, որը յուրահատուկ է եւ դա պահանջ է, հատուկ պահանջ է, որը ներկայացված է մարդուն, հասկանում եք, Հայապի ջան։ Օրինակ, տեսեք, մենք շատ հաճախ երբ մարդուն նկարագրում ենք, առաջին ուրեմն նկարագրիչը հետեւյալն է, ասում ենք մարդը բանական էակ է։ Չէ, որ հարցնես մարդը ինչպիսին է, ասում են մարդը բանական էակ է։ Եվ տպավորություն է, որ հենց բանականությունն է մարդուն առանձնացնում մյուս էակներից, բայց նույնչափ բարոյականությունն է առանձնացնում մարդուն մյուս էակներից, որովհետև ինչ է բարոյականությունը։ Բարոյականությունը կարողություն է գործել ինչ որ արտաքին ճնշումներից անկախ։ Դա շատ բարդ կարողություն է, այսինքն սեփական խղճին հետևելով, սեփական սկզբունքներին հետևելով, ոչ թե արտաքին ինչ-որ պայմաններից դրդված, հա, եւ սա տրված է մարդուն, սա բարդ է, ես այսպես չեմ վիճում սրա հետ, բայց ամեն դեպքում, քանի որ մարդուն այս հնարավորությունը տրված է, նա պետք է հետևի իմ կարծիքով այդ հնարավորությունին։ Հարցը մի քիչ ավելի դիտարկենք մեր լոկալ հայաստանյան իրականության մեջ, երբ որ մենք նայում ենք օրինակ հեռուստա ծրագրերը, հաղորդումները, երգերը եւ այլն, շատ հաճախ մենք տեսնում ենք բռնությունը ռոմանտիզացվում է կամ ինչ որ ապաբարոյական վարքը, այսպես ասենք, ռոմանտիզացվում է ու հատկապես թինեյջերների շրջանակում առաջին երկրորդ կուրսի ուսանողների բառապաշարում մենք շատ հաճախ կարող ենք լսել այդ ազդեցությունը։ Այս համատեքստում արդյոք մշակութային արտադրանք ստեղծողը բարոյական պատասխանատվություն չպիտի կրի նմանատիպ հաղորդումներ, նմանատիպ եթեր ապահովելու համար, ով պիտի այդ պատասխանատվությունը պահանջի, պահանջողի դերում լինի, յուրացնողը, այսինքն սպառողը ավելի ճիշտ, չգիտեմ, պետությունը կամ ինչ որ ստանցիաներ պիտի լինեն, որ պիտի այդ ստանցիաներով անցնեն, այնուհետև նոր կարողանան եթեր հեռարձակվեն, որովհետև
դուք ինքներդ էլ կփաստեք, որ ժամանակակից հայկական իրականության մեջ այս հարցը իսկապես բավականին հրատապ է, լուծում պահանջող։ Միանշանակ համամիտ եմ, էլի այսպես ձեր հարցադրումը ինքը շատ բազմաբովանդակ է։ Եվ եթե այսպես հաջորդականությամբ գանք, ով է կրում պատասխանատվություն, մենք անդրադարձանք մեդիային եւ այլն, մեդիան ընդհանրապես կրթության ոլորտի կամ մարդիկ, որոնք որ իմաստների տրանսլատոր են, այսպես ասենք, իրենք կրում են պատասխանատվություն։ Օրինակ մեդիան հասարակական կարծիքը ձևավորողներից մեկն է, չէ՞։ Իսկ հասարակական կարծիքը ըստ էության հատկապես օրինակ ժողովրդավար հասարակություններում ինքը շատ կարևոր էլեմենտ է։ Ինչու եմ վերցնում ժողովրդավար հասարակությունը, որովհետեւ տոտալիտար հասարակություններում հասարակական կարծիքը հաշվի չի առնվում, այո, պարտադրվում է եւ ըստ էության ձևավորում է այնպիսի հասարակական կարծիք, որը ցանկանում է իշխանությունը, քաղաքական իշխանությունը։ Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա հասարակական կարծիքը եւ դրա, այսպես ասեմ, հետևանքները իրենք շատ մեծ ազդեցություն ունեն ընդհանրապես հասարակության կյանքի վրա։ Հատկապես եթե մենք օրինակ անդրադառնում ենք ժողովրդավարության դելիբերատիվ մոդելին, երբ խոսում ենք քաղաքացիական ֆորումի մասին եւ այլն, հա, եւ այս տեսանկյունից չափազանց կարեւոր է, որ այդ հասարակական կարծիքը լինի որակյալ, հա, եթե մենք ընդհանրապես խոսում ենք հասարակության մասին, մենք չենք կարող ընդհանրապես հասարակությանը ներկայացնել որոշակի պահանջ, որովհետև հասարակությունը շատ ամորֆ հասկացություն է, այսպես վերացական հասկացություն է, այնտեղ կան շատ տարբեր շերտեր, տարբեր մարդիկ եւ այլն, հա։ Եվ իմաստներ կերտողը, նո բացի մեդիան դնենք մի կողմ, ես կարող եմ վերցնել, ասենք, նույն ինտելեկտուալ էլիտան, կրթության մարդիկ կամ մշակույթի ներկայացուցիչները, այդ իմաստներ ստեղծողները, իրենք եւս կրում են պատասխանատվություն, որովհետև այդ իմաստների որակի, այսպես ասած, ապահովողներն են եւ էլի հասարակության, այսպես ասած, որակը չափազանց պայմանավորված է նրանով, թե ով է այդ հասարակության ինտելեկտուալ էլիտան, որովհետև եթե մենք վերցնում ենք, ասենք, նույն տոտալիտար հասարակությունը կամ այսպես ինչ որ որոշակի ոչ դրական բնութագրիչներով, հա, տոտալիտարը չեմ կարող, միայն տոտալիտարը չօգտագործենք, ապա այնտեղ այդ էլիտան էլ կարող է սիմուլյակրի տեսք ունենալ, այսինքն լինեն մարդիկ, որոնք որ ուղղակի իրենց համարում են ավելի բարձր աստիճանի եւ համարում են, որ իրենք պիտի ինչ-որ պահանջներ ներկայացնեն մյուսներին, այո, բայց իրականում, եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ հասարակություն, էլիտան պիտի լինեն այն մարդիկ, որոնք առաջին հերթին պահանջները ներկայացնում են իրենց եւ այդ մարդկանց օրինակով, երբ իրենք կարողանան նման կերպով դառնալ իրական հեղինակություն, չնայած հեղինակության հարցն էլ ժամանակակից աշխարհում մի քիչ այսպես լուրջ քննարկվող թեմա է, այստեղ հիշեցի Խանա Արենդի հեղինակության մասին այդ ուրեմն հոդվածը, որտեղ նա խոսում է, որ ըստ էության այլևս հեղինակություններ կարծես չկան, հա։ Բայց ամեն դեպքում, եթե կա որակյալ էլիտա, որը առաջին հերթին պահանջը ներկայացնում է ինքն իրեն, շատ կարևոր է հասարակության, այսպես ասած, ձևավորման համար որակյալ հասարակական կարծիքի, որը որ ընդհանուր հասարակության մակարդակը ավելի կբարձրացնի։ Դարձյալ, բայց այդտեղ բարոյական պարադոքս կա, չէ, որովհետև մարդիկ, ովքեր բարոյական են, որպես կանոն իրենց բարոյական լինելու մասին չեն խոսում, չեն բարձրաձայնում, իսկ մարդիկ, ովքեր բարձրաձայնում են, արդեն իսկ բարոյականության մյուս կողմում, հա, մյուս ափին են հայտնվում, այսինքն այս պարադոքսալ երևույթը իսկապես համաձայն է։ Այդ պարադոքսալ երևույթը կա եւ ձեր այդ միտքը ինձ հիշեցրեց մեկ այլ միտք բարոյականության հետ կապված, դուք նաեւ նախորդ այդ հարցադրման ընթացքում նշեցիք պատասխանատվության հարցը։ Սա էլ շատ լուրջ բարոյագիտական թեմա է, ընդհանրապես տարբեր իմաստներով եւ հենց բարոյական աղետների տեսանկյունից։ Տեսեք, հաճախ օրինակ մենք կարող ենք հարցնել արդյոք հասարակությունը պատասխանատվություն կրում է, չի կրում եւ այլն, էլի, քանի որ հասարակությունը ինքը շատ լայն, այսպես ասած, հասկացություն է, ըստ էության նաեւ կոլեկտիվ պատասխանատվության հարցը ինքն դառնում է որոշակի իմաստով ամորֆ, հա, եւ որպես կանոն, եթե մենք առաջ ենք քաշում կոլեկտիվ պատասխանատվությունը, էլի, այդ պատասխանատվության շրջանակներում իրենց վրա հաճախ վերցնում են պատասխանատվություն մարդիկ, որոնք որ մեղավոր չեն, ինչպես դուք ասացիք, բարոյական մարդիկ եւ մարդիկ, որոնք որ մեղավոր են, իրենք մաքրվում են այդ պատասխանատվությունից, հա, բայց իրական, այսպես ասեմ, լավ նորմալ հասարակությունը պետք է ենթադրի յուրաքանչյուրի պատասխանատվությունը եւ այս տեսանկյունից
միշտ այսպես իրական բարոյական արժեքներին հետևելու կարողությունը, որովհետև հաճախ, քանի որ մեր կյանքը լի է այդ բարոյական դիլեմաներով եւ մարդը ինքը շատ հակասական էակ է, ինքը բանական էակ է, բայց միաժամանակ ինքը շատ փխրուն, թույլ էակ է եւ այլն խոցելի էակ է, հա, ինքը ունի ինքնաարդարացման լիքը, այսպես ասած, դրա համար կանտն ասում էր կատեգորիկ չէ, պետք է լինել։ Այո, ասում էր կատեգորիկ պետք է լինել եւ այս տեսանկյունից մարդը պետք է կրի պատասխանատվություն, որովհետեւ երբ նա առաջ է քաշում այն պահը, որ ես ընտրում եմ չարիած փոքրագույնը, համել եթե լողալու տեղ կա, միշտ իրենք գնալու են դեպի ինքնարդարացում։ Ինքնարդարացում կամ օրինակ ասում են ես ընտրում եմ չարիած փոքրագույնը, իրենք մոռանում են, որ ի վերջո որոշ ժամանակ հետո ընդհանրապես իրենք մոռանում են, որ իրենք ընտրել են չարիք։ Հասկանում եք, այս ֆենոմենը շատ հատուկ է մարդուն եւ կարծում եմ, որ կրթությունը, էթիկան, փիլիսոփայությունը եւ այլն իրենք որակյալ մեդիան, իրենք պիտի հնարավորություն տան մարդկանց խորհելու այս բոլոր հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, քանի որ հասարակության դերի մասին չենք էլ կարող չխոսել, եթե խոսում ենք բարոյական աղետների մասին, շատ կարեւոր է ու տեսեք, այստեղ էլի դիլեմատիկ իրավիճակի ենք հանդիպում, որովհետև շատ հաճախ հասարակությունը անեական հարցերի մասին ավելի շատ կարող է բարձրաձայնել, նույն խոսեցինք հեղինակությունների մասին կամ անձերի մասին, հա, եթե խոսենք, այսինքն շատ հաճախ անձերը ավելի շատ կարող են քննարկվել, քան նույն այդ անձերի բարոյական արարքները, որոնք կարող են բարոյական աղետների հանգեցնել, բայց որպես այդպիսին հասարակությունը անտեսում է, լռում է, կամ երբեմն նույնիսկ կարող է դա դավաճանություն թվալ, որովհետև քանի որ մենք ապրում ենք բաց ինֆորմացիոն տեղեկատվական ժամանակաշրջանում, համարվում է, որ եթե դու ինչ-որ բարոյական խնդրի մասին բարձրաձայնես հասարակության մեջ տիրող, ապա դա քո խնդիրները թշնամիներին կամ այլոց ցույց տալու ինչ-որ վատ ձև է, դավաճանության ինչ-որ մի ձև է, չէ՞, անգամ այդպիսի պիտակավորում է ստանում, եւ այսպես մարդիկ աստիճանաբար գնում են անտարբերության, որը նմանատիպ խնդիրների այսպես ասեմ, նպաստավոր պայման ստեղծող նախապայմաններից մեկն է, այսպես ասենք։ Համամիտ եմ եւ դա շատ վտանգավոր երևույթ է, որովհետեւ ըստ էության այդ սեփական, այսպես սոցիալական համակարգի առողջությունը պիտի պահպանվի յուրաքանչյուր պարագայում, բոլոր պարագայում եւ անընդհատ այդ ռեֆլեքսիան պիտի իրականացվի, բարոյական ռեֆլեքսիան, իմացաբանական ռեֆլեքսիան, բոլոր տեսակի ռեֆլեքսիաները անդրադարձ դեպի քեզ եւ ըստ էության բոլոր խնդիրների բացահայտումը եւ դրանց պատճառների ուրեմն հասկանալը, բայց ցավոք այո մենք ունենք այդ խնդիրը։ Ու ինչպես դուք նշեցիք, հասարակությունը ինքը բավականին բարդ կոնցեպտ է, որպես այդպիսին, ու եթե ամենապարզ մոտեցմամբ փորձենք որակավորել, հա, պարզ անհատների համագումար չի հասարակությունը որպես այդպիսին, կամ բազմաթիվ բազմաշերտ փոխհարաբերություններ նույն այդ հասարակության շրջանակներում, եւ հետեւապես յուրաքանչյուր անհատ տվյալ հասարակության մեջ հավանաբար պիտի կրի այդ պատասխանատվությունը, բայց հարցին ուզում եմ նաև անդրադարձ անենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի համատեքստում, որովհետև շատ հաճախ ու կան բազմաթիվ կանխատեսումներ, որ տեխնոլոգիական նման թափով առաջընթացը եւս կարող է որոշակի բարոյական աղետների պատճառ դառնալ։ Այս համատեքստում ինչ կասեք եւ ով պիտի նույն արհեստական բանականության առաջընթացի համատեքստում ով է պատասխանատուն, եթե այդ ամեն ինչը հանգեցնի մարդկային ինչ-որ աղետների։ Տեսեք, Հարփի ջան, կարծում եմ, որ իսկապես յուրաքանչյուր ժամանակաշրջան առաջ է քաշում, այսպես ասած, իր խնդիրները, հա, եւ ընդհանրապես այդ խնդիրները կամ անվանենք դրանք մարտահրավերներ, ինչպես ընդունված է եւ այլն, իրենք հաճախ լինում են նաեւ ինչ-որ առաջընթացի արդյունք, այսինքն մարդը ստեղծում է ինչ-որ մի բան, որովհետեւ մարդը ստեղծագործող էակ է եւ այլն, ինքը չի կարող հրաժարվել իր այդ կողմից, բայց միաժամանակ գալիս է մի պահ, երբ նա պիտի այդ, այսպես ասած, իր ստեղծածը օգտագործի եւ կարող է շատ լայն դիապազոնով դա օգտագործել։ Տվյալ դեպքում այստեղ էլի Յասպերսին մյուսներին հիշեմ, որ հաճախ ուրեմն մարդիկ փորձում են ինչ-որ մեղադրել տեխնիկային, գիտությանը եւ այլն, բայց ըստ էության այդ ամենը կիրառողը մարդն է եւ նա պիտի ուրեմն կողմնորոշվի։ Ժամանակակից աշխարհում չափազանց բարդ է տեխնոլոգիական միջավայրում, որովհետեւ շատ են, ասենք, նույն մանիպուլյատիվ տարբեր գործիքները, որովհետեւ մարդը հայտնվում է ընդհանրապես հասարակ ինֆորմացիոն տեղեկատվական հոսքի մեջ, ոչ թե ուղղակի տեղեկատվության մեջ, եւ ըստ էության հաճախ անվանում են ուրեմն
աղմուկի ժողովրդավարություն, չգիտեմ ինչ եւ այլն, եւ այս տեսանկյունից բնականաբար մենք չենք կարող ինչ-որ բան կանխել, ասել այլևս պետք չէ զարգանալ, տեխնոլոգիապես կանգ ենք առնում այստեղ, որովհետեւ մնացածը վտանգավոր է։ Հասկանալի է, որ ընթացքը չենք կարող կանգնեցնել, բայց յուրաքանչյուրը կրում է կրկին պատասխանատվություն։ Օրինակ, ասենք վերցնենք IT ոլորտը, ես քիչ առաջ անդրադարձա, որ էթիկան կապված է բոլոր, այսպես ասած, ոլորտների հետ, եւ ուրեմն վերջերս նայում եմ Օքսֆորդի համալսարանի այդ մագիստրոսական ծրագրերը, որտեղ որ այսպիսի մի կուրս մագիստրոսական ծրագիր կար, Computer Science and Ethics, այսինքն եւ այնտեղ նկարագրի մեջ տրված էր հետեւյալը, թե ում ենք մենք պատրաստում, մասնագետները հետեւյալն են, մենք պատրաստում ենք Computer Science-ի, այսպես ասած, ոլորտի մասնագետներ, որոնք որ ծանոթ են կամ գիտակցում են սեփական գործունեության բարոյական հետևանքները։ Դա շատ կարևոր է։ Հասկանում եք, այսա իսկապես շատ կարևոր է եւ այս տեսանկյունից եւ մասնագետն է պատասխանատու, եւ մշակութային գործիչը, եւ չգիտեմ, դասախոսը, յուրաքանչյուրը պիտի գնահատի, այստեղ նաեւ Ռասելին կցանկանայի հիշել, շատ այսօր հիշեցի տարբեր փիլիսոփաների, բայց քանի որ այդ հնարավորությունը կա, կարծում եմ դա կարևոր է, օրինակ Ռասելը խոսելով ընդհանրապես փիլիսոփայության եւ բարոյագիտության մասին դեռևս 20-րդ դարում իհարկե ասում էր, որ փիլիսոփայության եւ բարոյագիտության կարեւորությունը ավելի է աճում ժամանակակից աշխարհում, որովհետեւ հաճախ ասում են օրինակ այդքան գիտություններ կան, այլևս ում է պետք փիլիսոփայությունը եւ այլն, ինքը ասում է ավելի է աճում, որովհետեւ այսպես ասած մարդու առջեւ դրված խնդիրները շատ ավելի լրջանում են այս բոլոր տեխնոլոգիական հնարավորությունների արդյունքում եւ այստեղ կրկին այս հումանիտար փիլիսոփայական պիտի գա մեզ օգնության։ Ու տեսեք, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, բոլոր գիտակարգերի համատեքստում մենք կարող ենք փիլիսոփայությունը կամ բարոյագիտությունը դիտարկել որպես ինչ-որ ֆոնային ներկայություն։ Ու բացի այդ, փիլիսոփայության կարևորությունը նաև ժամանակակից իրականության մեջ հարկավոր է մարդուն, որովհետև ինքը պիտի մեծ նկարը տեսնի, այսպես ասած։ Մի քիչ հեռու կանգնի այդ ամենից ու տեսնի այդ մեծ պատկերը, որովհետև եթե մեծ պատկերը չեն տեսնում, իրենց այդ մանրադիտակային այդ դիտարկումներում իրենք շատ հաճախ հետևանքները կարող են չկանխազգալ, չկանխատեսել, այսինքն միշտ չի, որ բարոյական աղետները դիտավորության արդյունք կարող են լինել, շատ հաճախ կարող են նաև մարդկային անհեռատեսության հետևանք լինել, իսկ դա նաև այդ մեծ պատկերը չտեսնելու, կամ չուզենալ տեսնելու հետևանք կարող է լինել։ Դրա համար փիլիսոփայական կամ նմանատիպ գիտելիքները մարդուն պիտի հնարավորություն տան այդ ամենը առավել ընդգրկուն տեսնելու, դիտարկելու համար։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր, իհարկե շատ այլ հարցեր կային, որ կուզեի ձեզ հետ քննարկել, բայց թողնենք մյուս անգամ բան։ Շնորհակալ եմ։